Օրինակ ես շատ կուզեի, որ իր ճանապարհային քարտեզում Նիկոլ Փաշինյանը պարտադիր ավելացներ եկեղեցու սահմանադրություն ոչ միայն կանոնակիրը, այլև սահմանադրություն ունենալու խնդիրը։ Ես շատ կուզեի, որ հայ առաքելական եկեղեցու բոլոր աշխարհասփյուռ թեմերը, ոչ միայն հայաստանյաց թեմերը, այլև բոլոր աշխարհասփյուռ թեմերը ընդգրկվեին այդ կառույցում, որ մենք վերջապես հասկանայինք ինչ հնարավորություններ ունենք մենք Սփյուռքում, ինչպես ենք թեմերի հնարավորությունները համատեղ օգտագործում, ոչ թե այնտեղից ինչ-որ բան ակնկալում, մենք իրենց ինչ ենք տալիս։ Ես շատ կուզեի, որ ինչպես կարծեմ ձեզ այդ հարցազրույցում էլ այդ առաջարկը արել եմ, պատարագների տևողությունը կրճատվեր, պատարագները լինեին առավելագույնը 1 ժամ անհրաժեշտության դեպքում, որը մի քանի անգամ, որը 2 անգամ, 3 անգամ, որպեսզի հավատացյալ այնտեղ չգնա ու չհոգնի։ Պատարագների լեզուն փոխել, ինչու ոչ, որովհետև մենք հիմա չենք մնացել մաքուր գրաբարի մեջ։ Փաստն այն է, որ պատարագի ժամանակ աղճատվում է թե գրաբարը, իսկապես աղճատվում է մաքուր մեր ոսկեղենի շքեղ գրաբարը։ Փորձել ենք ինչ-որ ադապտացնել, ստանալ այսօրվան համահունչ լեզու, բայց դա այն լեզուն չի, որով պետք է Աստծու հետ խոսես։ Խոսենք մեր սովորական այն լեզվով, որով իրար հետ հաղորդակցվում ենք։